ինչպես դուք ասեցիք, որ ոչ մի բան Միացյալ Նահանգներում պատահական չի լինում, մեծ սկանդալ է հասունանում Էփշտեյնի հետ կապված, շատ հայտնի էկոնոմիստ, գործարար, չգիտեմ, մարդը իդեպ այստեղ ոնց պատատում են հիմա շատ տարօրինակ բաներ են տեղի ունենում մարդը չգիտեմ սայթակում ոդկը ընկնում է կամ չգիտեմ ինչ տեղի ունենում հիմա շատ մոդայիկ է դարձել Եվրոպայում ամեն ինչ կապում են Պուտինի հետ գիտեք շատ փորփրեցին 3 միլիոն բան է դուրս եկել հրապարակ իրենց անվտանգությունը սա հանրայնացրել է, հրապարակել է եւ այնտեղ ոչ մի կերպ այդ կապը այդպես էլ չկարողացան գտնել Պուտինի հետ, երևի շատ ուրախ կլինեին, որ գտնեին, բայց ազնի վերեն իմաստով, որ ասում են անverջ փորձել է կապի դուրս գալ Պուտինի հետ, չի կարողացել, սա այդպես միջանկյալ բան, բայց շատ սկանդալային փաստաթուղթ է, այդ կղզում, հայտնի կղզում փաստորեն զբաղվել են մանկապղծությամբ եւ ոչ միայն այս հրապարակումներից հայտնի է դառնում, հենց ասած գախնի հայտնի պլանները այս կամ այն երկրի հետ կապված, այս կամ այն գործողությունների հետ կապված մի շարք բաներ են եւ այնտեղ դրա մեջ ներգրավված են շատ հայտնի դեմքեր, գիտեք որ Քլինտոնը եւ իր կինը շուտով պիտի կոնգրեսի արչեւ կանգնեն եւ կոնգրեսականների հարցերին պիտի պատասխանեն, թեպետ Թրամփն ասեց ես պետք է չհամաձայնեին գնալ դրան, Թրամփը հերքում է որ որևէ կապ է ունեցել, բայց այդ լուսանկարներ բաներ են արդեն կամանց հրապարակ են գալիս անգամ տիկնոջ հետ նրա միջոցով են ծանոթացել, պարզում է այդ կղզում իրենք եղել են եւ այս կեղտոտ, այս ամեն ինչի մեջ իրենք էլ են ներգրաված։ Ավելին, ես հիմա խնդրեի որ ցուցադրել նույն հիմա նաեւ բանի առաջ է կանգնած Բրիտանիայի վարչապետը Ստարմարին հարց ուղղեցին իրենց պարլամենտում, խնդրեմ, ասում է հիմա դուք պիտի ասեք, դուք իմացել եք, որ Միացյալ Նահանգների դեսպան, ում որ դուք եք նշանակել Մանդելսոնին, դուք գիտեք, որ ինքը ներգրավված է, ինքը եղել է այդ կղզում եւ այս կեղտոտ բաների մեջ ներքաշված է եղել, հարց են տալի եւ ինքը ընդունում է, խնդրեմ, ես մեկ վայրկյան ընդհանրապես security vetting he received mentioned Mandelson's ongoing relationship with the paedophile Jeffrey Epstein. So clear. Right, Melissa? Yes, it did. Yes. Մեծ սկանդալ եւ աղմուկ եւ արծացել, ասում են սա շատ թանկ է արժանանալ եւ հնարավոր է որ հրաժարականը պահանջեն, ինչու այս փուլում այս ամենը եկավ հրապարակ, ինչպես դուք եք ասում, ոչ մի բան պատահական չի լինում, այսինքն ողջ էլիտար, քաղաքական էլիտան եւ ոչ միայն էլիտան այս կեղտոտ բաների մեջ ներքաշված է։ Ասեմ, որ միայն այդ սեքսուալ սեռական բան սկանդալների մասին չի խոսքը, այնտեղ նաեւ մի շարք այլ փաստեր եւ հանգամանքներ են հրապարակ եկել։ Ну, ես չգիտեմ փաստ, որ Տրամփը անձամբ խոսքը գնալու մասին չի այդ կղզի, որ ինչ որ այդ փոխությունների մեջ մասնակցել է թե ոչ, բայց հարցը այն է, որ այն ժամանակ եւ հիմա էլ համակարգը այնպեսին է, Տրամփը դե միլիարդեր, չէ, բիզնեսմեն, այսինքն դուք չէր կարող այդ շրջանակի հետ շփվել, բայց լինել միլիարդեր։ Դա կանոն էր։ Դու միլիարդեր ես, որովհետեւ շփվում ես այդ շրջանակի հետ։ Դու կարող ես քեզ ինչ որ հարցերում զսպում ես, չես այդ ամբողջ թափով այդ փոխություններին չմասնակցես, բայց կամ որոշակի մասնակցության շրջանակ, որ դու պետք է անես, հակառակ դեպքում դու միլիարդեր չես լինի։ Դա գին է, որ դու վճարում ես։ Այդպեսին է համակարգը։ Հա հրաժարվի միլիարդներից հետ գնա սովորական կյանքով ապրի, միգուցե այդ ժամանակ քեզ բաց թողեն։ Բայց եթե դա է շրջանակը շփումների, դու պետք է շփվես։ Ես կարծում եմ, այստեղ հնարավոր է Տրամփի նկատմամբ են ճնշում։ Հա ինչու հիմա հրապարակ եկավ, դա կարևոր չէ այնտեղ ինչ է, ինչ չի, այդ իրենց գուցե նաև ներքին հարցեր, չնայած ոչ միայն ներքին շատ այլ հարցեր են հրապարակ գալիս, մենք տեսնում ենք ամեն օր նոր բաներ են հրապարակ գալիս, բայց ինչու հիմա։ Դե օրինակ, եթե օրինակը բերենք այդ 62 թվականին այդ Կարիբյան ճգնաժամի հետ կապված, այն ժամանակ եւս օրինակ Կենեդին պատրաստվում էր միջուկային հարվածները ոչնչացնել ԽՍՀՄ, բայց հետո ինքը փոշմանեց։ Այսինքն ընդեղ էլ գնում էր ներէլիտար պայքար, էլիտայի մի մասը պնդում են, որ ինքը պետք է հարված հասցնի խորհրդային միությանը, մյուս մասը ասում են, չէ, գնա պայմանավորվի։ Այսինքն նոր ճնշումներ է հիմա Տրամփի վրա։ Ինքը այնքան չպայմանավորվեց Կենեդին, հասցրեց միջուկային ճգնաժամի։ Դե դրա համար Քենեդի ու հետո
ըստ էության Միացյալ Նահանգները բավականին, այսպես ասենք, հեղինակազրկվելով հետ քայլ արեցին, ընդունելով ԽՍՀՄ-ին որպես հավասարի։ Եվ կա կարծիք, որ հենց այդ պատճառով են Քենեդին Բայց սպանել։ ասում են Քենեդին ամենասթափն էր, որ այնուամենայնիվ եկավ դրան, եկավ որոշակի Բայց համաձայնության, բայց մաֆիան իրեն չներեց։ Ուշացումով Հա, եկավ։ բայց դա մաֆիան գնաց դրան նաև չներեցին իրեն։ Ես կարծում եմ, որ ամերիկյան օլիգարխիկ համակարգում ընթանում են խմորումներ։ Մի մասը իրոք երևի հասկանում է, որ վաղը մյուս օր այդ օրը գալու է, երբ ռուսական միջուկային հրթիռները ուղղվելու են դեպի իրենց եւ իրենք մտածում են, որ արդեն երևի կարելի է մտածել ապագա պայմանավորվածության մասին։ Մի մասն էլ ամենայն հավանականությամբ ասում են, չէ, Ռուսաստանը ի վիճակի չի մեզ հաղթելու, եկեք արագացնենք Ռուսաստանի Դուք կարծում եք այս սկանդալները դրանով են պայմանավորված, որովհետև ակնհայտ է, որ ճնշումներ են բանեցնելու Թրամփի դեմ, նաև հանրապետականների, հիմա եթե Քլինտոնին եւ տիկնոջը կանչել են Հիլարիին, հա, այսինքն այս ճնշումներ Թրամփի դեմ է, Ռուսաստանի Դաշնությունը։ Թրամփի դեմ չէ, այսպես ասենք, իշխանության թևերը, օլիգարխիկ թևերը միմյանց դեմ պատերազմ են վարում։ Ըստ երևույթի, ինչպես լուծել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Գնալ միջև վերջ Ռուսաստանին հարվածներ հասցնելով անխնա եւ հասնել նրան, որ շատ արագ Ռուսաստանին ծնկի բերել, թե այնուամենայնիվ լսել Ռուսաստանի հորդորները, չէ՞ որ դե բանակցություններ են գնում Ռուսաստանը ԱՄՆ-ը, մենք չգիտենք ինչ են խոսում։ Մենք չգիտենք կուլիսների հետևում։ Շատ լավ։ Եւ գնալ պայմանավորվածության։ Մենք երբ որ Արցախը արդեն մի մասը պատերազմից հետո օկուպացրել էին մի մասը ռուսական ռուս խաղաղապահները այնտեղ կանգնած էին, հիշում եմ, մենք խոսում էինք, դուք ասում եք, որ պետք է այս պահին պետք է, որ հնարավորինս պահել այս իրավիճակը, քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի պատերազմով, այսինքն ժամանակ է պետք։ Մենք տեսանք, որ այս իշխանությունները Եվրոպայի ձեռքով ամեն ինչ արեցին, արագացրեցին եւ Արցախը հանձնեցին։ Հիմա թշնամին շտապում է, Միացյալ Նահանգները շտապում են։ Դուք մանրամասը նկարագրեցիք ինչ իրավիճակ է եւ անգամ մտել են տարածքներ, որ իրենք էին խոստովանում, որ դա Ռուսաստանի Դաշնության ազդեցության գոտիներ են եղել, հա, ժամանակին։ Հիմա իրենք շատ ակտիվ կերպով մտել են։ Այս միջանցքի հարցը, խաղաղության պայմանագիրը, այսպիսի նաեւ ինֆորմացիա կա, որ շատ շուտով մեկ ամսից այդ խաղաղության պայմանագիրը կկնքվի, որտեղ իրենք պնդում են, որ սահմանադրության փոփոխություն լինի, բայց հասել են նրան, որ պիտի ընտրությունից հետո նոր պիտի Նիկոլետ Ամենչյանի եւ Սյունիքի հարցն է դրվում եւ Միջանցքի հարցն է դրվում եւ Սարունցյան, այսինքն հասնելու են իրենց նպատակին եւ դրան հաջորդիվ ճանապարհները բացվելու են եւ 300,000 ադրբեջանցի բերելու է։ Այսինքն տեսնում ենք, որ թշնամին Նիկոլի հետ միասին շտապում են Հայաստանի օկուպացիա, ինչպես Արցախը կործանվեց, այդպես էլ Հայաստանը կործանել։ Ցավոք սրտի մեր հանրությանը մենք սա չենք կարողանում հասցնել։ Եկեք ընդունենք, որ մեր հանրությունը այդ սթափությունը գիտակցություն ունի, ավելին ասեմ, գուցե նաև հիմա դուք պնդեք, որ մեր ընդդիմադիր էլիտան անգամ այդ սթափությունը չունի, որ մենք ինչ սպառնալիքի տակ ենք, որ այն ինչ որ սպառնում էր Արցախին, նույն սպառնալիքի տակ է նաև Հայաստան։ Հիմա գիտեք ինչ են ասում են, չէ, անհնար է Հայաստանը լինելու է, ուղղակի ուրիշ ձևաչափով, ուրիշ ֆորմատով, չգիտեմ, ուրիշ տեսքով, այսպեսի մի բան են ասում, ոնց որ ասենք հիմա ասենք Քադաֆիի երկիրը, Իրաքը, օրինակ գիտեն, նորմալ գիտեն, որ 8 մասի է Իրաքը բաժանված։ Չգիտեն, չէ՞, կամ այնտեղ երկու տարբեր կառավարություններ են, անհասկանալի է։ Նույնը Քադաֆիի երկու մեր նույն վիճակը այնտեղ է, ասենք էլի 4 մասի բաժանված, էլի երկու տարբեր ուժեր են, այսինքն չգիտեմ, մենք էլ այնքան մեծ չենք, որ պիտի ինչ որ մասերի բաժանենք։ Հայաստանը ամբողջությամբ կործանվելու գնալ, գուցե քարտեզի վրա մի հատ այդ կետը լինի։ Հիմա այս իմաստով դուք ասում եք պետք է ժամանակ միջև սա հասունանա Ռուսաստանի, իրենք էլ շտապում են կարողանանք այս փուլում արժևում 4 ամիս, ընդամենը 4 ամիս է մնացել եւ այն հրեշավոր ծրագիրը Հայաստանի հետ կապված ինչ որ պլանավորել են Հայաստանի վերջնական կործանման, այսինքն ճանապարհը Թուրքիայի բացվելու է, Ադրբեջանից բացվելու է, 300,000 ադրբեջանցի բերելու է, մնացած արդեն տեխնիկայի ճաշակի հարց է, ոնց կվարվեն մեզ հետ։ Չգիտեմ, այս իրավիճակը ոնց է գնահատում եւ ինչ է մեզ սպառնում։ Դուք էլ ասում եք ժամանակ 4 ամսում, չէ, իհարկե 4 ամսում ոչինչ չի փոխվի։ Ես կարծում եմ հիմնական փոփոխությունները Ռուսաստանում տեղի ունենալու աշնանը կայանալիք Դումայի ընտրություններից հետո ամենայն հավանականությամբ։ Իսկ եթե այս փուլում արդեն 300,000 ադրբեջանցի ընտրությունից հետո, եթե Նիկոլին ընտրի է ժողովուրդը եւ ընտրությունից հետո բերի եւ Նիկոլը բերի 300,000 ադրբեջանցի, կա արդեն հույս, թե արդեն վերջացավ Հայաստանը։
Չէ, դե պետք չի, այդպես չեմ ուզում գնահատել։ Այդպես Արցախն էլ չի գնահատում, վերջացավ։ Չէ, դե նախորդ չասենք վերջացավ։ Չէ, եթե Նիկոլին ընտրում են, այդ մարդը հստակ դրել է, չէ՞, խնդիրի սահմանադրություն փոխվի։ Այս միջանցքով վերցնում են, կտրում են, Թուրքիան ճանապարհը բացում են, այնտեղից ճանապարհը բացում են, Սյունիքից գալիս են։ Ինչ է դրա դեմ դիմադրական, ինչ ունենք մենք դիմադրելու, ոչ մի բան։ Մենք չունենք դիմադրելու։ Ահա, ոչ մի բան չկա։ Ռուսաստանն էլ ասում ենք դեռ ժամանակ չունի։ Ժամանակ հարցը չի։ Բայց Նիկոլն է շտապում է, ոնց որ Արցախի հարցում շտապեց, ասեց Ադրբեջանը հանձնեց, հիմա նույն կերպ շտապում է եւ միջանցքը հանձնել եւ գնալ խաղաղության այս բանը, գնալ այս Հայաստանի կործանման փաստաթուղթը Ալիևի հետ ստորագրել, հետեւաբար, ինչ է։ Չգիտեմ, ես պատասխանը չունեմ, ես ասում եմ, այո։ Մենք այդ սպառնալիքի տակ ենք, եթե Նիկոլը մնում է եւ Նիկոլը ընտրվում է։ Սպառնալիքի տակ ենք, այո, համաձայն եմ, բայց ես պատասխան, այդպես պատրաստի պատասխան չունեմ։ Ասում լուծում հիմա չեմ ոնց տամ հիմա լուծումը, ես ինչ ասեմ, ասում 4 ամսում ինչ է փոխվելու Հայաստանում, որ 4 ամսում կդ ամեն ինչը կփոխվի։ Միակ հույսերից մեկը այն է, որ ասենք ընտրություններին մասնակցությունը մեծ լինի ժողովրդի, ասենք 60 մինիմում 60-ի մոտ մինիմում, եթե ավելի լինի